Բոլորը ձեզ ճանաչում են։ Հա, ինչ փակցել եմ։ Ինչքան ժամանակ եք լինում սա։ Օրվա մեզ առավոտյան վեր եք լինում ու ազատ։ Առավոտյան վազում եմ աշխատանքի ժամը 10-ից մինչև երեկոյան 5-ը արդեն։ Լինում է ժամանակ, որ մնում եմ մի փոքր ավել, որտեղ անելիքներ շատ կա, երբ որ մնում ես մենակ, ավելի խաղաղված, մի պահ այդ խաղաղությունը վայելում եմ, հանգարանի սաուրան 19 դարը կարի դարը վայելում եմ, նոր գնում եմ, ստանում եմ այդ էներգիան։ Ես շատ կուզեի ապրեի այն ժամանակներում, հնու, որտեղ ամեն ինչ շատ մտածված էր եւ մարդը բնությանը մոտ էր։ Իսկ ես ուզում եմ մոտ լինել բնությանը։ Ես բնության մարդ եմ։ Ես սիրում եմ հողը, քարը, ծառը։ Սաղացիկ սիրում եմ, որովե խնդիր խոսքի հետ չունեմ, անկեղծ։ Մենակ որ ֆոտոգենիկ չեմ, այն դա է, որ հուզված եմ դուրս գալիս անկախ ինձ։ Ձայնս է բարակ ամելն է, որ լսում եմ, կողքի զայնագրությունն ինձ բարակ է։ Ինձ մենակ կադրեր արելա Գագիկ Շամշյանը, որը իմ դուրը եկել է։ Ողջույն, այսօր ես ձեր հյուրն եմ։ Մարդ, որը սիրում է իր աշխատանքը, որը կյանքի մի հատվածից հասկացա, որ հնագիտությունը եւ թանգարանագիտությունը իրենն է։ Առաջին մասնագիտությամբ ռուսերեն է, լեզվի մասնագիտում ես չեմ թաքցնում ու 14 տարեկանում, երբ որ առաջի անգամ մտա դամբարան պեղումներ, հասկացա, որ դա իմն է։ Անմիջապես մայրս թանգարանի տնօրենն էր, ինքն էլ հասկացավ, ինքը զգաց, ասեց սա քոնն է, դու ուզում ես։ Այո։ Ու ես մտա, երկրորդ, որը կուզես, երրորդ մասնագիտությունը ես երևի թե կասեի բժիշկ, հոգեբան։ Արդեն շուրջ 30 տարի ես ես ոլորտում եմ, սիրում եմ ամեն մի գավանոթը, կճուճը, վեկորը, ես իրանց հետ խոսում եմ, շփվում եմ, աշխատում եմ, ամեն վարքյան իրենց հետ եմ, ամեն վարքյան զգում եմ իրենց։ Ու քիչ չի 30 տարին, երբ որ տեսոր կայացել ես որպես հնագետ։ Հիմա տեսախցիկին եմ նայելու։ Ասեմ սիրով, հնագետը դա ով պեղում է լամարան մնակավայր, այսպես աշխատում է ճարտարապետության հետ, պեղում է հնեաբանը աշխատում է արդեն կենթանիների հետ, այսինքն եթե լինում է, բարձ ասեմ, դինոզավր եթե պեղում է, դա արդեն հնեաբանն է աշխատում դրա հետ։ Դա լրիվ առանձին բաներ են, չպիտի խառնել։ Հնագետ, հնեաբան, հնեամարդաբան, որը աշխատում է արդեն ոսկրաբանական նյութի հետ, բուսաբան կա, որը աշխատում է արդեն բույսերի հետ, հնից եկած, մի քանի ջուղեր կան, այսպես ասեմ։ Հնագետի գործիքներ, այսպես ասեմ, դա մալան, խոզանակը և փոքրիկ կլունք, որով փոքրիկ իհարկե, խոսքը փոքրիկ կլունքի մասին, այն դա են, հիմնական գործիքները դա մալա և խոզանակը, վրցինը, արդեն այն փուլը, որ հասնում ես, ասենք, եթե դամբարանն է, հասնում ես արդեն այն շերտի, որտեղ խուցն է, արդեն աշխատում ես խոզանակ, վրցինով և փոքր մալայով, դա ամեն մի շերտը, մոտավորապես 1-2 սանտիմետր, դա կարևոր է, որ չվնասենք հաջորդ շերտը, նյութ կա, նյութին չվնասենք, պիտի ինքան զգոն և համբերատար լինես, տեսնես, զգաս, նաև զգաս, կարևորը, որ դու զգաս, որ հողի շերտի տակ, այս 1 սանտիմետրի տակ ինչ-որ բան կա, ու դա, ասում են հնագիտական զգացողություն, ամեն շերտը պիտի զգաս, մալայի հպումով, որպեսի չվնասես, մեկ էլ, ահա, մի փոքրիկ շարժումից, ուլունքներ, մի փոքրիկ շարժումից բացվում է կավանոթի շուրթը, մի փոքրիկ հպումից արդեն մեկ էլ տեսնում ես, որ ոսկորի հետքեր ես զգում, կամ ավելի շատ ասեմ բրոնզա, երբ որ մետաղ դուրս գալիս, արդեն որոշ հատվածներում կանաչ գույն է, եթե նկատում ենք, նույնիսկ ոսկրի վրա հասկանում ենք, որ մետաղ կա, կամ եղել է, որտեղ մետաղը բրոնզը կանաչում է, ու արդեն այդ կանաչ գույնից մենք թեթևակի կանաչ երանք արդեն հասկանում ենք բրոնզ ունենք, բրոնզ կա։ Այդ դա է, մենակ կարևորը լինել համբերատար, սիրել, ուշադիր, զգոն և զգալ։ Այս զգացողությունը ամենակարևորն է, որ դու զգում ես, այ հեսա կբացվի, այ հեսա ինչ-որ նոր շերտ, իսկ շերտերը շատ են։ Թանգարանը, ամեն մի գավանոթը, սա մեր պատմությունն է, մեր ինքնությունն է, սա պիտի կարողանաս գնահատել, ովքեր չեն գնահատում, ես իհարկե ափսոսում եմ, ցավում եմ, որտեղ ես սա շատ բարձր եմ դասում, սա իմ կյանքն է, իմ ապրելակերպն է, սա կարևոր մի ինքնություն է, որը հազարամյակների ընթացքում պիտի խոսի ասի մենք հայ ենք, սա մերն է, մեր մշակույթն է, մեր հողից է, մեր
հողի շերտից է դուրս եկել մեր, այլ ոչ ուրիշի։ Մենք պետք է սա պահպանենք, ես դա անում եմ ամբողջ կյանքում ու ուզում եմ բոլորը դա գնահատեն։ Ամեն ինչ անում եմ եւ հավատացեք, որ դա ստացվում է, ես զգում եմ։ Ամեն տարի ես զգում եմ ինչքան շատ այցելու ունենք, ինչքան շատ գնահատող ունենք։ Շատ նվիրաբերումներ են անում թանգարանին։ Այ վերջերս մի քանի օր առաջ մեզ նվիրեցին Քարեդարյան պալեոլիթյան միջուկ նուկլեուս դավանակարգարն է օբսիդիանը, մոտ 20,000 տարեկան։ Ու ես այդ երիտասարդին ես չգիտեմ, ասես գրկա խառնվել ապրես տղաս, որ ինքը որոշեց իրենց համայնքից գտած նուկլեուսը միջուկը Քարեդարյան նվիրեց թանգարանին ու այսպես շատ ու ես ամեն տարի զգում եմ թե քանակը ինչքան շատ է, այսինքն մարդիկ արդեն ներգրավել եմ ես իրենց ներգրավել եմ ու զգում եմ սերը դեպի թանգարանը, դեպի մշակույթը եւ այցելուների քանակից եւ գնահատողների ես ուրախ եմ որ դա ստացվում է իմ մոտ տարիներ առաջ ավելի пассив էին ես արդեն համեմատում եմ զգում եմ այդ հիմա բավականին ակտիվ ու ես ուրախ եմ Իմ համար պեղումները հնագիտական դա մի ուրիշ հորիզոն է, դա ուրիշ հարթակ է, ես ապրում եմ։ Հողը, փոշին, քարը, ես այդ հողը զգում եմ, հպվում եմ հողին եւ դա զգում եմ։ Ինչ տալիս է էներգիա, ինչ տալիս է ինֆորմացիա, դա ուրիշ հարթակ է հնագետի համար։ Ես սիրում եմ դա։ Ամեն մի գտածոն, մի քարի բեկորը, խեցու բեկորը, ոսկրաբեկ, դա բերկրանք է, դա անհեթեթ չեմ կարող, ֆանտաստիկ անհեթեթ կարող եմ, որովհետև երբ որ գտնում ես գտածոն, դա արդեն դա մի հրաշք զգացողություն է, էմոցիաները, չգիտեմ, իմ ամուսինն էլ է հնագետ, մենք ծանոթացել ենք հնձպեղումների ժամանակ, ու մենք երկուսովս էլ հնագետ ենք ու մեզ կապում այդ ամենը, ու դա շատ հետաքրքիր է, որ մենք ունենք ընդհանուր բան եւ դա մեզ չի սառեցնում, մենք ավելի ենք մտերմանում դրանից, մեր թեմաները ընդհանուր քննարկում ենք միասին, կարծիքներ ենք հայտնում, շատ հետաքրքիր է, շատերը ասում են չի կապում, եթե մի ընտանիքում նույն մասնագիտությունն է, մեզ ավելի է կապում, մենք շատ ընդհանուր բան ունենք, էմոցիաները իր հերթին։ Երբ որ մենք ծանոթացանք պեղումների ժամանակ, ասեմ ավելին, դամբարանի մեջ, համար 66 դամբարանը, որը ես երբեք չեմ մոռանա, որից հետո որը ժամանակ անց արդեն Գեղամալերներում, Սևանալեչի վերջի կետն է, որտեղ շատ ժայռապատկերներ կան, այնտեղ ըստ Գեղամալերներում խեցու բեկորը ձեռքին արվեց առաջարկություն, այն դա ունիկալ էր, հետաքրքիր ֆանտաստիկ էր։ Հիասթափություն չի եղել, ես վստահ մտել եմ, ես վախեցել եմ սխալներից, բայց իմ կողքի եղել են այնպես մարդիկ, որ ինձ ուղղորդել են, որտեղ ես սիրում էի։ Այդ սերն էր, այդ զգացողությունն էր, որ ես մտա ու ես չընկճվեցի երբեք, ես սիրեցի դա։ Եվ զգացողությունը բերկրանքը, երբ որ, ասեմ, հնագիտական պեղումներից, երբ որ մի փոքրիկ բեկոր ես գտնում նույնիսկ ոչ կավանոտ ամբողջական կամ ինչ-որ ոսկյա է, դա կարևոր չի։ Փոքրիկ բեկորը խիցու, դա բերկրանք է, որ դու գտար, որ մալայի շարժումով հպվեցիր հողին եւ դու հանեցիր բեկորը։ Այ դա բերկրանք է։ Երբ որ դու բացահայտում ես, մենք պեղեցինք տաճար, եկեղեցի, Սուրբ Մարիանն իջմասնում, ու ինձ համար դա ամեն ինչ էր, շուրջ 40 օր աշխատեցինք։ Ես բացահայտեցի մի հետաքրքիր իրողություն, այո, Սուրբ Մարիան է խոնարհված եկեղեցի 5-ից 7-րդ դար։ Մենք բացեցինք այդ շերտը, մենք հայտնաբերեցինք այդ եկեղեցին, մենք շատ ինֆորմացիա այդտեղից դուրս հանեցինք ու դա բերկրանք էր։ Դա իսկապես խնդիր է։ Զանգեր են լինում եւ մենք մոտենում ենք համայնք, որտեղ շինարարական աշխատանք է տարվում եւ հանկարծ 3 տարի առաջ այդպես դեպք եղավ Շահումյան համայնքում բացահայտվեց տուֆե շերտ։ Անմիջապես իմ ընկերն էր լավ, Մուշեղ Հարությունյան ասաց, որ այնտեղ նման բան են բացահայտել։ Ես ասացի, որ պետք է անմիջապես դիմել հնագիտության եւ հասկացության ինստիտուտ եւ նշանակեն հնագետ եւ կսկսեն պեղումներ։ Իսկապես 3-4 տարի արդեն այնտեղ պեղվում են, բայց իր հետ չեղավ իր հետ խնդիր, բայց կան մարդիկ, որտեղ խնդիր է առաջանում, որտեղ 25% ուզում են իրանք բացատրում են։ Բավականին լուրջ բանավեճեր են լինում, որ բացատրում եմ, չի կարելի, այդպես չի, դա 25%, դա աշխատանքի ընթացքում, շինարարական գյուղատնտեսական աշխատանքի ժամանակ է դա հայտնաբերվում եւ ամեն ինչ տանում է գումարը։ Ես դա համբերատար բացատրում եմ, որ դա այդպես չի։ Աշխատանքը կատարվել է, բացահայտվել է, հիմա պետք է սկսենք պեղումները, եթե դա իհարկե ստացվում է։ Դա խնդիր է առաջանում։ Իսկապես ես շատ դեպքեր իմ պրակտիկայում շատ դեպքեր են եղել, երբ որ նման խնդիրներ լինում են ու ես փորձում եմ հարթել ու ստացվում է, որ կարողանամ հասկացնել, որ դա կարևոր է, դա պիտի հանձնել հետո թանգարան։ Դա էլ է դժվար, երբ որ ես համոզում եմ, որ այդ նյութը պիտի դուք հանձնեք, դա անմիջապես գնում են վաճառքի։ Իսկ ինչ կարժենա։ Ասում եմ ցավոք,
ես դա չեմ կարող անել։ Ես հնագետ եմ, ես գնահատել կարող եմ ոչ թե արժեքը, այլ հնությունը, այսպես ասեմ։ Սուրբ Մարիամի դեպքում եկեղեցին երևում էր 1979 թվականին մայրս մասնակցում էր այդ արշավախմբում, արդեն պեղել էին թերավարտ պեղումներ էր այս կսկար ժամանակում, ու մենք 45 տարի անց շարունակ սկսեցինք նորից վեր սկսեցինք պեղումները, դա երևում էր, կար։ Ինքը ստիլոբատը դա աստիճանավանդակ նաև ինքը շարված կկար։ Իսկ ուրիշ դեպքերում, երբ որ դա բարանադրաշտ է, երբ որ բնակատեղի է դա, բնականաբար դա չի երևում։ Հնագետը կարող է իր աչքով նկատի շարվածքը, եւ շարվածքով հասկանում ենք կարելի, որ դա բնակատեղի է կամ ամրոց կիկլոպյան կամ դամբարանադաշտ, եթե կրոմլեխն է երևում կլոր շրջանակը։ Այ դա արդեն մենք սկսում ենք հետախուզություն, կոչվում է հնագիտական հետախուզություն, որից հետո ֆիքսում ենք հուշարձանը, որից հետո ստանում ենք թույլտվություն արդեն ԿԳՄՍ նախարարությունից եւ ֆինանսավորում ամենակարևորը ու սկսում են հնագիտական պեղումները։ Այս է process-ը։ Մենք խոնարհված եկեղեցին պեղեցին 40 օրում, բայց իհարկե դա ավելի շատ աշխատանք կանելու, մենք մտածում ենք 20 օրում, բայց շատ տևեց։ Մենք քիչ էինք, բայց մենք լավ արշավախում, մենք կարողացանք ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը, որպեսզի լիարժեք, ես կարծում եմ լիարժեք ավարտեցինք։ Նայած տարածք, եթե եկեղեցի է մեծ, ավելի շատ քանակ պետք է լինի, եթե բնակատեղի է ավելի շատ։ Կիսվում ենք առակուսիների, նշանակում ենք առակուսու ղեկավար ու սկսվում են աշխատանքները։ Ամեն մի ղեկավար է պատասխանատու իր առակուսու համար։ Դամբարանադաշտը ավելի հեշտ է։ Հանագիտությունը այնպես գիտություն է, ես միշտ ասում եմ հանելու գիտություն, երբ որ չես կարող ասել հստակ, դու ասես հավանաբար, մոտավորապես, երբեք չես կարող տվագրությունը ճշգրիտ դու 100%-ով ասելու, կարծում եմ բոլոր հնագետներն են այսպես, միշտ պիտի օգտագործես հավանաբար, կարծում եմ, մոտավորապես, լինում են, իհարկե ընթացքում ընդհատվում է այդ շղթան, իհարկե լինում են հիասթափություններ, լինում են դա այնպես գիտություն է, որ միգուցե ընդհատվում է այդ ընթացքը, դա էլ է լինում, իհարկե։ Կան հնագետներ, որ այո, իսկապես աշխատանքն է, պիտի պեղեն 4 օր ու վերադառնում են, ասենք աշխատանքից հետո տուն։ Ես ապրում եմ ամեն վայրկյանը, ասենք 1 օրը պեղումների։ Իմ համար դա ապրելակերպ է, այո։ Ես դա զգում եմ այդ ընթացքը։ Հետաքրքիր հարցեր են ու եղել է ներքի զգացողությամբ, այո, ասեմ, Զաղկալան ժամանակում, երբ որ պեղեցինք, դամբարանը վերջացրեցինք ու մի հատված անցած ինձ հուշում էր, սա ինչ-որ միստիկ մի բան պիտի լինի, ինձ հուշում էր, որ այնտեղ կա, որ հողի շրտում մի բան կա, ինչ ես չէ, բայց հասկանում եմ, որ երևի թե կավանոտ, այդ զգացողությունը կար, ու իսկապես մի փոքրիկ հողի թումբ էր, որը ես բացեցի եւ շատ քիչ, մի թեթև, ասենց 2-3 հպումից մալա է, ես տեսա կավանոթի շուրթը։ Մենք պատկերացնում ենք, որ ուղղակի հողի թումբ էր, փոքրիկ մի փոքրիկ քար, բայց բացվեց, սոյ ֆայլեցված կավանոթ։ Շատ հետաքրքիր ես զգում եմ, եթե չզգա այդ զգացող, ու ես համոզում եմ մեր ղեկավարին էքսպեդիցիայի, որ կա, ես զգում եմ, ու ես ասա դրան, որ սխալվեց, իսկապես կար։ Ինչ շատ են հարցնում, իսկ եթե ոսկյա գտածոներ կա, ինչ է կանում, վերցրեք ձեզ, ոչ, երբեք հնագետը դա չի անի, դա գիտության համար է, դա մշակույթի համար է, որ մշակվի, ցուցադրվի, տվագրվի։ Երբեք չեմ սպասել, միշտ ակնկալում եմ լավ նյութ, բայց սպասում եմ համբերատար, երբ որ սկսում ենք պեղումները մալայի առաջի այդ հպումից, մինչև վերջ ես սպասում եմ, որ մի հետաքրքիր նյութ դուրս կգա։ Ակնկալում եմ, բայց բնականաբար հնագետը սպասում է, որ մի լավ նյութ դուրս կգա, բայց ես համբերատար սպասում եմ ու վստահ եմ, որ կլինի։ Նույնիսկ չլինի այդ process-ը մալայի հետ հողի հետ աշխատելուց դա արդեն պետք է դրանք հավատացեք։ Վճարվում են անկեղծ ասեմ քիչ, իհարկե պեղումները արդեն երբ որ համաֆինանսավորում ալինում ենք համատեղ ունենք արշավախմբեր, գրեթե 90% հայ, ֆրանսիական հայ, գերմանական հայ, լեհական հայ, ավստրիական եւ շատ հնագետներ հիմնարկում, տվյալ հիմնարկում չի ստանալու պատճառով ամբողջ տարին մասնակցում են, որ կարողանան վաստակեն, ես դա անկեղծ եմ ասում, կարծում եմ թաքցնելու կարիք չկար։ Մենք էլ աշխատում ենք շատ այդ արշավախմբերը, որ կարողանանք վաստակենք։ Իսկապես այդպես է։ Ցավում եմ, բայց այդպես է։ Մեծ Բրիտանիայում։ Այնտեղ բավականին շատ հին հուշարձաններ չկա իր ժամանակաշրջանով։ Բայց չգիտեմ, իմ ցանկությունը կուզե։ Այ չեմ ասում Եգիպտոս, որտեղ արժեքները շատ են, Մեծ Բրիտանիա։ Այնտեղ Stonehenge-ի ժամանակաշրջանի համապատասխան հուշարձաններ են ու ես կուզեի։ Չնայած ես սիրում եմ բրոնզե դարը, որ մարդկության համար ամենահզոր զարգացման փուլն է բրոնզե դարը, բայց ամեն դեպքում կուզեի Stonehenge-ի ժամանակաշրջանում պեղել։
Մտովի հետ եմ գնում, քարեդար, թող լինի էնեոլիթյան ժամանակաշրջան պաղանձե քարեդար, որ գնում եմ հետ ու հասկանում եմ ինչքան բարեկիրթ ու ցիվիլ են եղել այդ մարդիկ, ինչքան իրենցից սովորելու բան ունեն, դա կարևոր է։ Դա կարևոր է, որտեղ ինչ մենք ունենք գալիս է այնտեղից։ Համեմատական կարգով որպես հնագետ, ես որ նայում եմ որոշ բաների, գալիս է ամեն ինչ այնտեղից, թաղմանցեսի հետ կապված, կենցաղավարելու հետ կապված։ Ես ասեմ մի բան կզայմանանք պղնձե քարեդարում 7000 տարի առաջ մարդը գիտեր ինչ է նշանակում ներտողմային ամուսնություն։ Դա կոչվում է էկզոգամիա։ Այսինքն չէր կարելի, նա գիտակցում էր, որ չէր կարելի։ Պատկերացրեք ինչքան բարեկիրթ է, դա գալիս է, ամեն ինչ գալիս է անցյալը թելադրում է։ Անհնար է դա մեզ որևէ բանում չօգնի։ Եթե դա չլիներ զուտ պատմություն, զուտ կավանոց, զուտ թաղմանցես, դա կլիներ սառը, դա չէր լինի պատմություն։ Ինչ որ գալիս է ինֆորմացիան անցյալից դա է։ Մի դամբարան բերեցինք Ծաղկալանջ համայնքում, ամբողջ ընթացքը ոչ մի նյութ չկար, ամենավերջում, հատակի վերջում, մայր հողի վրա ընդամենը մեկ մածուկից ուլում, բայց դա բերկրանք էր։ Մի բեկոր, մի նյութ, մի կտոր ունենք, նյութ։ Բայց դամբարանը ինքը ճարտարապետություն ունենք, դա արդեն բերկրանք է, թող ոչ մի նյութ չլինի, բայց որ դամբարանը կա, մենք ֆիքսում ենք այդ դամբարանը կամ ամրոցը, դա արդեն բերկրանք է։ Ես հիշում եմ իմ ղեկավարի խոսքը, ասպես թողնենք մյուս սերունդներին, բայց այնքան շատ է տարածքը, այնքան շատ պեղելու բան կա, որ նաև կմնա հաջորդ սերունդներին, մյուս սերունդներին, բոլոր շատ տարածքներ, շատ ունենք, հավատացեք։ Տանիքը մեկ կողմ, աշխատանքը մեկ կողմ։ Աշխատանքը իմ համար իհարկե երկուսն էլ շատ կարևոր դեր ունեն ինձ համար, շատ կարևոր, իմ համար շատ թանկ են երկուսն էլ։ Փորձում եմ, կարողանում եմ հասցնել։ Պատրվում եմ միջից, բայց կարողանում եմ ոչ նայելան մի միասնություն, աշխատանքը եւ ընտանիքը պատրվում եմ, բայց հասցնում եմ։ Զոհաբերում եմ շատ ժամանակ ինձ։ Երեխա ունեմ, բայց ամեն ինչ անում եմ, որ հասցնեմ։ Ու կարծում եմ, որ հասցնում եմ, որտեղ զգում եմ արձագանքներ, զգում եմ արդյունք աշխատանքի, ընտանիքում եմ զգում այդ արդյունքը աշխատանքի ընտանեկան պատրվելով, հոգիս դնելով, սիրելով հասցնում եմ։ Միշտ խորհուրդ եմ տալիս բոլոր այն երիտասարդներին, շատ կան, որ ասում են երազում եմ դառնամ հնագետ։ Իմ միակ խորհուրդն է՝ սիրել մասնագիտությունը, չնայել գումարին, որտեղ բոլորը վազում են դեպի, հասկանում եմ, դա կարևոր է, վաստակես գումար, իհարկե դա կարևոր է, բայց սիրել, եթե դու չսիրես այս մասնագիտությունը, հնագիտությունը, երբեք 40 աստիճան արևի տակ չես կարողանա աշխատել, ձյան տակ, ես նույնիսկ ձյան տակ եմ պեղել, սիրել, ուղղակի սիրել մասնագիտությունը։ Չէ՞ որ ասում են, սիրում եմ քաղաքը, դա խոսքով չի։ Դա գործով է։ Ու դա պիտի սիրես եւ նվիրվես։ Եթե չսիրեցիր, երբեք չես դառնա տվյալ մասնագետից քնագիտությունը բարդ մասնագետ, բարդ գիտությունը եւ բարդ մասնագետ է լինել հնագետ, դա պետք է լինել համբերատար, սիրել այդ մասնագիտությունը։ Դա բավականին մեծ ճանապարհ պիտի անցնես։ Ես բոլորին դա եմ խորհուրդ տալիս, սիրել։ Բոլորի թվում է, որ ահա, հնագետ ուրեմն մալան վերցնել եւ այնտեղից գտնել նյութը։ Դա չի, դա մինչև դրան հասնելը երկար ճանապարհ են անցնում, բացի կրթություն ստանալը, ուսումը, փորձը, դա պահանջում է համբերություն ու սեր։ Եթե դա չլինի, դա կլինի ուղղակի սառը մի, չգիտեմ, չի ստացվի դա, ուղղակի չես դառնա հնագետ։ Ես երջանիկ մարդ եմ։ 50 տարեկան եմ, բայց անցել եմ շատ դժվարին ճանապարհ, թանգարանի հետ կապված, իմ աշխատանքի հետ կապված, մի խորհուրդս միշտ պիտի սիրել տվյալ մասնագիտությունը ու գործը, քաղաքը, երկիրը, սիրել ոչ թե խոսքով, այլ գործով։ Գործն է ցույց տալիս, որ դու իսկապես դա սիրում ես, եւ եթե գործը տալիս է արդյունք, դա առավել եւս։ Պետք է ուղղակի սիրել։ Պեղումները իհարկե դա շատ բան կա պեղելու, բայց որ թողնում ենք այսա, թանգարանը, որտեղ զետեղված է պատմությունն ու մշակույթը, սա ամենակարևորն է, կարծում եմ։ Ուզում եմ ձեզ պատմել կացարանի մոդելի մասին, վերակազմված թանգարանում, սա գետնափոր կացարան է, մի սենյակը, բնակելի մի սենյակը, գետնափոր, կլոր տրամագծով, շենգավության տիպն է, որտեղ ապրել են պղնձե քարեդարում 7000 տարի առաջ։ Ապրել են 4-5 հոգի, բարել են կենցաղ, իսկապես կենցաղ են ունեցել, խոհանոցն է ձևավորվել արդեն հստակ, զբաղվել են կավեգործությամբ, ամեն ներուժը, ամեն կորը օգտագործել է կենցաղը վարելու համար, ահորիկներն ու սանդը-սանդակոթը, որը ևս էլի բազալտ քարից է, որի վրա լցրել են չորացրած բույսը եւ տրորել, մանրացնելու նպատակով։ Մուտքը եղել է դեպի ներքև, այսինքն դեպի մուտք իջել են մի փոքրիկ, դա երկու նպատակ է ունեցել։
պաշտպանվեն վայրի կենդանիներից եւ տաքությունը, որտեղ մենք ունենք արդեն կրակի գաղափարը։ Կենտրոնում արդեն իմ ամենասիրած փուլն է անագիտության մեջ բրոնզե դարը, որ ամենահզոր մարդու ոչ թե հայի, այլ մարդկության համար ամենաակտիվ զարգացման փուլը։ Ես ուզում եմ ցույց տամ նաև թանգարանի առաջի գտածոն, առաջին նյութը, որով համալրվել է թանգարանը, կավանոթը բրոնզե դարյան 5000 տարեկան, որի վրա պատկերված է առագիլ, իսկ առագիլը դա պաշտամունք էր։ Մեր աջ կողմում եւս էլի մոխրաբլուր հնարավորից պեղված մարտակարգի անիվները, գրակապաշտության ժամանակաշրջաններ, հենակները, այ ներևում է տեղադրված հենակները գրակի խոյակերպ, այսինքն խոյը ցուլը, ցելակերպ, որոնք եւս եղել են պաշտամունք։ Խոյը եւ ցուրտ դրա համար հենակները ցելակերպ են։ Եվ կենտրոնում վառվել է գրակը, նետել են անշահամ նյութեր, աղ, վերևում եփվել է արդեն ծիսական կերակուրը։ Գույնը դոմինանտ գույն կա։ Սև փայլեցված եւ կարմիր փայլեցված դա արդեն մշակման արդյունքից է։ Արել եմ կավանոթը պատրաստել են, դրել եմ կրակի մեջ, ուղղակի կրակի մեջ վառարաններ դեռ չկային։ Մոտ եթե 5 ժամ, 6 ժամ կմնար, ինքը դառնում էր արդեն սև։ Մի փոքրիկ քիչ կարմիր։ Հետո կոկում էին, կոկիչներ մենք գործի կայպես հնագիտական կոկիչ։ Այսինքն օգտագործում էր մարդը եւ ստեղծել է մարդը, որով կոկում են կավանոթը եւ փայլեցնում են։ Ձեր կողմից ինչ-որ բան ավելացնում եք, որ ասում եք, այս բանը պակաս է, ինչու դետալ ասում եք, սա լրացրել։ Չէ, ինձ համար ես որ sense նայում եմ եւ sense կարծում ամեն մի նախշ ունի սիմվոլիկա եւ խորհուրդ։ Ես ապշում եմ որպես հնագետ, թե ինչ իսկապես ինչ խելացի, բարեկիրթ, որ իսկապես էլի ամեն մի նախշ, ամեն մի գիծը մտածված է եղել։ Ամեն մի հատվածը մտածված է եղել եւ ծառայել է նպատակին։ Մեծ մասամբ բրոնզե դարում դա խոյի զարդանախշն է, որը պարտադիր կավանոթների վրա կա։ Ես ապշում եմ ամեն գծից, կետից, ինչքան մտածված է ամեն ինչ է եղել։ Այ կոկիչը նաև սա է։ Առաջին մեր գործիքը դա կոկիչ է։ Մենք ունենք հանգարանում նաև վերակազմած դամբարանի մոդել, սա խուցն է։ Դամբարանը գտնվում էր Այգեշատ համայնքում, պաստառը վրա կարող ենք տեսնել դեր բլուրը, դեռ չբեղված։ Խուցն է, որտեղ տեղադրված է հանգուցյալ, այսպես ասեմ, կին 28-ից 30 տարեկան, ծեսը կատարված է ուշ բրոնզե դարում, մոտավորապես 4000 տարի առաջ։ Տեղադրված է ձախ կողմի վրա, արդեն դա նշանակում է, որ կին է, աջ կողմի վրա սովորաբար տղամարդկանց են տեղադրում։ Իր հետ տեղադրված են պարագաները թաղման ծեսի հետ կապված, դա կավանոթներն են սնունդով մթերքով լցված ամդշիրիմյան աշխարհում շարունակելու համար, որտեղ իրենք չեն պատկերացնում, որ վերջ մահը իրենք չեն պատկերացնում, դրա համար սնունդով, խմիչքով, անձնական իրերը կյանքի ընթացքում օգտագործվող բոլորը, տեսեք, սարդիոնե օլունքաշարը, դա շույնը, կոկիչը, վանակապի աշխատանքային գործիքը, բոլորը դրվում են հանգուցյալի հետ։ Նախ պիտի հագնվեր հագուստը նոր պիտի լիներ, նոր հագուստ, նոր կոշիկներ, որտեղ աստվածությունը մահվան բռախման չեր ընդունի, այ գալիս է անցյալից։ Հիմա ծեսը կատարում են, որը եղել է տեսեք 4000 տարի առաջ պիտի լիներ ամեն ինչ հագուստը եւ կոշիկը նոր։ Բացեցի ոսկրաբանական նյութը շատ որպես նայեցի մասնագետ, որպես հնագետ, որպես գտածո էր։ Ես չվախեցա, վախի մեջ նույնիսկ ասեցին կարող ես հագնել զարնոցներ, բախվում եմ երբեք ես չհագա։ Ես ուզում եի զգա այդ ամենը։ Քարը, հողը, ոսկորը։ Ես չկարողացա զարնոցով, ես պիտի զգա իրեն։ Ես պիտի զգայի, որ դա մարդ է, որ դա ոսկրաբանական նյութ է։ Ես չկարողացա աշխատել։ Ուղղակի մտածում, կարծում են վախենալու, վախ չկար բացարձակ։ Ես ինքս հրաժարվեցի այդ ամեն ինչից, որպեսզի զգամ։ Նույն ոսկորը, նույն գան ոսկորը, որ շատերը իսկապես վախում են, օй, հանկարծ հիվանդություն, չէ։ Ես այդ ոչ մի բանից չեմ վախեցել։ Ես շփվել եմ, զգացել եմ։ Մոտավորապես 2-3 տարի հետո հանձնեցինք ԴՆԹ հնագույն, դա արվում է Կոպենհագեն քաղաքում, Դանիայում, այստեղ ցավոք դեռ չի արվում, եւ 2 ամիս պատասխանը ինձ եկավ։ Ես հեռացրեցի ատամները, մոտ 2 ատամները վեր ինձ ծանոթից եւ ուղարկեցինք։ 2 ամիս հետո ինձ պատասխանը եկավ ժանտակտ։ Բայց դա նախ գենետիկ հիվանդություն էր եւ արդեն 4000 տարի առաջ դա բնականաբար հետքեր չէր մնա։ Եվ մի հանելուկ կար դաշույնը, այդ դաշույնը կանանց հետ սովորաբար չեն տեղադրում սենքը, մեզ համար հանելուկ էր։ Երկար մտորումներից հետո հասկացանք միգուցե ինքը լրջագույն զինվորականի կին է եղել, կամ ինքն է եղել զինվորական ղեկավար, այսպես, որտեղ կանանց հետ սովորաբար չեն դնում զենք դաշույն, մեծ մասամբ կամ նիզակիցայր։ Կարգավիճակն ենք հասկանում, ինչքան շատ կավանոթ, ինչքան շատ մետաղ, նյութը ինչքան շատ է լինում, արդեն խոսում ենք կարգավիճակի մասին։ Այստեղ մենք ունենք դաշույն, անմիջապես հասկացանք, որ իսկապես եղել է զինվորական կամ զինվորականի կին կամ ինքը ղեկավար կին։ Այդ կարգավիճակը անմիջապես հուշում է, չեմ ասում, էլ եթե ոսկյա
թանկարժեք մետաղ է լինում առավել եւս արդեն ավելի բարձր կարգավիճակի մասին է խոսում։ Իսկ ձեր մեջքի հետևում ինչը։ Մեջքի հետևում արդեն թաղմանցի հետ կապված հաջորդ մեր ցուցանմուշը սարկոֆագ լատիներենից, որը նշանակում է դա գաղ, արդեն արկղ, այսպես ասեմ, թվագրվում է Քրիստոսից հետո 3-րդ դարով, այսինքն արդեն նախաքրիստոնեական ընթացքն է շրջանը, վրան կա ծածկերի վրա խաչ, պրիմիտիվ բայց խաչ, այսինքն քրիստոնեությունը արդեն տարածվում էր, քարոզվում էր։ Մեր սարկոֆագը հայտնաբերվել է 1960-ական թվականների վերջում, արդեն երևի 70-ին մոտ, հին Վաղաշապատի դամբարանադաշտ, այսինքն Վաղաշապատ քաղաքը ունեցել է իր դամբարանադաշտ, գերեզմանատուն, այսպես ասեմ, հայտնաբերվել է մեկ սարկոֆագ, որտեղ թաղված էր, ուրեմն դիամասնատում էր, ծեսը, դիամասնատված 17 տարեկան աղջնակ։ Հետո դրված կար դաշույն, այ դա առաջացնում է հանելու կերելի, դեղդիր, դա ցուցադրության մեջ կա մետաղյա ձող է, որի մի ծայրը լայն է, գտալի նման, դեղդիր, դեղը օգտագործելու համար, խմելու, ընդունելու համար, եւ կար սրվակներ, ապակյա սրվակներ հրաշալի, այսինքն ապակյա գործությունը մեզ մոտ արդեն զարգացած էր եթերային յուղերի համար եւ արդյունքները սրբազան պաշտամունքեր արդյունքները եւ դաշույնը մեզ հուշեց դիամասնատում էր այն հատվածում հայտնաբերվեց որտեղ սուրբ գույսերը ռիպսինած գույսերը հետապնդվել են ու ենթադրում են որ գույսերից մեկն է եղել դաշույնը ասում է նրա մասին որ ինքը հետապնդվել է վիրավոր է դեղդիրը ասում է որ ինքը բնականաբար հիվանդ է եղել եւ ընդունել է դեղ սրվակներն էլ դա արդեն եթերային յուղերը նաեւ բալասան են դեղ են միանշանակ այս հարցերն են առաջանում Այս հատվածում արդեն մի փոքրիկ աչակողման ցուցադրության մեջ ներկայացված են ռոմեական շրջանը, որտեղ Վաղաշապատը եղել է զորակայան ռոմեական, մենք ունենք վառապացույց կղմինդերը, որի վրա կա դրոշ, լատիներենում գրված է սկյութական 4-րդ ռոմեական լեգիոն։ Սա վառապացույց է, որ իսկապես Վաղաշապատը եղել է զորակայան եւ նույն Այգեշատ համայնքից բեղված դամբարանի միջից մարդուկները, որոնք խորհրդանշում են սա դարամետաստացությանը մահվան, իրենց տուփի մեջ հայլին բացառիկ ցուցանմուշը անագե հայլին, երբ որ անագը գրեթե չկար, մենք ունենք անագե հայլի արտիաթյա պատ։ Ֆանտաստիկ մի բան, ոսկյա մատանին եւ շքասեղը էլի Այգեշատ համայնքից դամբարանադաշտից բեղված նյութերը։ Մուսայի արձանիկը, որը ձեռքին կա քնար, սա էլի թվագրվում է պատկերացրի Քրիստոսից առաջին դարով, այսինքն արդեն մարդը հասկանում էր երաժշտությունը ինչ է։ Գործիքը ձեռքին է պարտերվում է քնար, այսինքն նաև հասկանում էր երաժշտությունը ինչ է։ Մենք ունենք մարդաբանական նյութ գանգոսկրի վրա կա տրեպանացը, այսինքն փորձել են նաև բուժեն անցք, որը գանգի վրա են արել եւ փորձել են բուժել, այսինքն նաև դա էր մարդը հասկանում։ Պատկերացրեք, ես որ միշտ նշում եմ, ինչ բարեկիրթ, ինչ միասնական են եղել եւ ամեն ինչ մտածված են արել, որտեղ բնությունը եւ մարդը ուրիշ ոչինչ, այ մենք հիմա հեռացել ենք բնությունից, այ մեր խնդիրը դրանում է։ Մենք հեռացել ենք դրա համար, մենք հիմա ամեն ինչը շատ հեշտ ստանում ենք, մի հպումով կերակուրը սուրճ ամեն ինչը, տպելը, ամեն ինչը գրեթե, իսկ այս ժամանակ մարդը եւ բնությունը, ուրիշ ոչինչ, դրա համար անդադ մտածում էր։ Եվ չխայնա կլում գալիս եք ստե հանգստանալու։ Վայ ես հանգստանում եմ։ Տնակ ասեք մեկ սուրճ գալիս եմ այսպես գավանոթի հետ շփվելով, խոսելով։ Գիտեք, անկյունն է։ ամեն տեղ ես սիրում եմ դամբարանի մեջ բնակավայրում, ստեղ ամեն մի տեղ կճճկողը կարող ավակի կանգնեմ, շփվեմ, ուղղակի հեքիաթ պատմեմ ու սուրճ խմեմ։ Այդ շփումը հասարակ գավանոթ չէ, ինձ համար իհարկե իրանք հասարակ չեն։ Ես իրենց հոգին եմ զգում։